Սիրելիներս, այսօր 7-ն է մարտի 25 թվական։ Ես ուզում եմ խոսել հափշտակության մասին եւ Տիրոջ երկրորդ գալստյան մասին, ինչպես նաեւ եկեղեցու հարսի եւ կնոջ մասին։ Հիմա հերթով կխոսեմ, կհասկանաք։ Ուրեմն, ուզում եմ ասել, որ հափշտակության մասին ես ինքս իմացել եմ մի տարի առաջ, սրանից մի տարի առաջ, գրեթե Եվ ինչպես եմ իմացել, երբ Աստված սկսեց ինձ առաջին տեսիլքները տալ այդ մասին, եւ ես ամբողջովին չէի հասկանում ինչի մասին եմ տեսնում, ինչու եմ ես տեսնում այս ամենը, ինչ է նշանակում, եւ երբ ես աղոթքով դիմեցի Աստծուն խնդրելով, որ ես լրիվ չեմ հասկանում, ինչի մասին է խոսքը, Աստված ինձ ուղղորդեց, ես YouTube-ում ուղղակի հենց առաջին փորձից ուղղակի Աստված բերեց այդ տեսանյութը եւ ես տեսա այն տեսիլքը, որ ես տեսնում էի, ես դրա մասին ուղղակի բառերով գրեցի կարճ եւ բերեց եկեղեցու հափշտակություն տեսանյութ ռուսերենով։ Ու տեսնելուց հետո ես որքանով որ հիշում եմ աղոթել եմ, հարցրել եմ Տիրոջը, նա հաստատել է ու արդեն վերջ։ Եվ ուզում ասել, որ ոչ մի կասկած չեմ ունեցել։ Դրա մասին ուրիշ տեսանյութում ասել եմ արդեն։ Մի անգամից ուղղակի ընդունել եմ այդ ամենը ու դրանից հետո Աստված սկսել է ինձ տեսիլքներ տալ, շատ ու շատ տեսիլքներ եկեղեցու հափշտակության մասին։ Ուզում եմ ասել, որ եկեղեցու հափշտակությանը շատ կարճ ժամանակ է մնացել, շատերը գրում են, ասում են, ոչ ոք չգիտի օրը եւ ժամը, դու ինչպես կարող ես իմանալ։ Ոչ ոք չգիտի օրը եւ ժամը, բայց ժամանակները մենք բոլորս էլ կարող ենք իմանալ։ Ուզում եմ ասել, այն մարդիկ, ովքեր որ շատ վստահորեն գրում են, ոչ ոք չգիտի օրը եւ ժամը, դու սուտ մարգարե ես եւ այլն, ոչ ոք չգիտի օրը եւ ժամը, նույնիսկ Աստվածաշնչում ասվում է, որ ժամանակների մասին չենք խոսում, որովհետեւ երբ գա ժամանակները, դուք կհասկանաք արդեն։ Ինչու, որովհետեւ երբ գան ժամանակները, նախ աշխարհի վրա շատ նշաններ երկնքում եւ երկրում շատ նշաններ կան, որոնք որպես նշան գրված են Աստվածաշնչում եւ մենք այդ նշաններով հասկանում ենք, որ արդեն մոտենում է ժամանակը, վերջին օրերն են։ Բացի այդ, այն մարգարեությունները, երազներն ու տեսիլքները, որ պետք է վերջին օրերին տեսնեին մեր զավակները, մարդկանց զավակները, տեսնում ենք օրորի ավելի ու ավելի շատ։ Եվ ինչի համար են այդ մարգարեությունները, շատերն էլ ասում են մարգարեությունները եղել են, Աստվածաշնչում գրված է, ինչու պետք է հիմա դուք խոսեք, օրինակ, իմ նման ինչ-որ մարդիկ իրենց երազները պատմեն, որպեսզի դրանով ցույց տանք, որ այո, վերջին ժամանակն է, Սուրբ Հոգին հեղել է Աստված մեր վրա եւ մենք տեսնում ենք երազներ եւ տեսիլքներ, բայց եկեք հասկանանք, որ Աստվածաշնչում ամեն ինչ չի, որ մանրամասն գրված է։ Եթե վերջին ժամանակների բոլոր նշանները մանրամասն կերպով գրվեր, դուք պատկերացնում եք, քանի հատոր պետք է գրվեր։ Եթե օրեկան մի հոգի Աննա Մարիան տեսնում է երազներ եւ տեսիլքներ, բայց ինչի համար ենք տեսնում, որ մանրամասն կերպով մենք պատմենք դա մարդկանց, տեսնողները ամեն մեկը իր վկայությունը պատկերացնում եք, յուրաքանչյուրը տեսնում է, ինչ որ մեկը տեսնում է մի անգամ ինչ որ մի երազ ու վերջ։ Ինչ որ մեկն էլ իմ նման տասնյակներով տեսիլքներ, հայտնություններ, երազներ մենք պատմում ենք այն ամեն ինչ Աստված ցույց է տալիս, իսկ դա շատ մանրամասն է։ Ինչու, որովհետև Աստված ուզում է իր զավակներին այնպես պատրաստել, այնքան է նախազգուշացնում, զգուշացնում, տեղեկացնում, որ իր զավակները պատրաստ լինեն։ Հիշեք, Աստվածաշնչում գրված է ժամանակների մասին չեմ գրում կամ չեմ ասում, որովհետև երբ գա ժամանակը դուք ինքներդ արդեն կհասկանաք։ Բայց օրը եւ ժամը ոչ ոք չգիտի, այո, ոչ մի մարդ չգիտի, չի էլ իմանա օրը եւ ժամը։ Բայց ժամանակները մոտավոր, իհարկե Աստված մեզ ցույց է տալիս։ Հիմա հափշտակությանը շատ կարճ ժամանակ է մնացել, շատ։ Եվ հափշտակությունը ինչ է հափշտակությունը, ովքեր որ առաջին անգամ կհանդիպեն այս տեսանյութերից մեկին, օրինակ սրան, որոնք որ կան իմ ալիքում եւ դեռ չգիտեն ինչ է հափշտակությունը։ Հափշտակությունը Տեր Հիսուս Քրիստոսը վերջին օրերում, վերջին ժամանակներում հակաքրիստոսի իշխանությունից առաջ, պաշտոնական իշխանությունից հենց առաջ գալու է իր եկեղեցու հետևից։ Ինչ է իր եկեղեցին? Հարսը։ Գալու է իր հարսի հետևից։ Ով է այդ հարսը?
Հարսի մասին Աստվածաշնչում գրված է նաև կնոջ մասին, ես հիմա դրա մասին կխոսեմ, որ չասեն, որ ես ստում եմ, եւ ասելուց բացի, որպեսզի մարդիկ իրենց աչքով տեսնեն, կարդան եւ հավատան եւ հասկանան, ու նորմալ է, երբ մարդիկ կասկածում են, երբ կասկածում եք իմ կամ մյուսի ասած խոսքի վրա, միշտ Աստծուն խնդրեք, որ նա ձեզ ճշմարտություն ցույց տա եւ Տերը ցույց կտա։ Հիմա հարսը, ով է հարսը, ում հետևից գալու է Հիսուս Քրիստոսը։ Հարսը Տեր Հիսուս Քրիստոսի իրական ճշմարիտ զավակներն են, այսինքն այն քրիստոնյաները, ով ամբողջովին ընդունեցին Տեր Հիսուս Քրիստոսին, ընդունեցին նրան որպես Աստված, որպես փրկիչ եւ ապրում են Տիրոջ պատվիրաններով, ընդունում են նրան, խոնարհվում են նրան, ընդունում են նրա կամքը եւ քայլում են Տիրոջ հետևից, այսինքն ապրում են Տիրոջով, մեր Տեր Հիսուս Քրիստոսով, նրա ճշմարտությունով, ընդունելով, որ մեր փրկիչը եւ մեր Աստվածը նա է, ընդունելով, որ Տեր Հիսուս Քրիստոսը Հայր Աստծո որդին է եւ եղել է ի սկզբանե, ինքն էլ Աստված է։ Եվ երբ մենք ապաշխարում ենք, ներողություն ենք խնդրում մեր բոլոր մեղքերի համար եւ խնդրում ենք, որ Տերը մեզ մաքրի, մեզ ազատի մեղքերից եւ ընդունի մեզ, ազատի մեր մեղքերից, մաքրի, ների եւ ընդունի մեզ։ Տեր Հիսուս Քրիստոս ինքը սուրբ է, կատարյալ սրբություն, մաքրություն, աշխարհի ամենամաքուրը, ամենասուրբը, եւ իր զավակները պետք է գոնե ինչ-որ չափով նմանվեն իրեն, նույնպես լինեն մաքուր, որպեսզի ընդունվեն մաքրամաքուր Աստվածային թագավորությունում եւ այնտեղ ապրեն հավերժ։ Տեր Հիսուս Քրիստոսը եկավ երկիր, որպեսզի մեզ ազատի մահից, փրկի մեզ մահից եւ դա հավերժական կյանքի հնարավորություն եւ նա դա արեց։ Այս ամեն ինչ, որ ես խոսեցի, երբ որ դու ընդունում ես եւ անում ես, դու դառնում ես Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ զավակը, ճշմարիտ հետևորդը եւ նրա իրականը, իսկականը, նրան ես պատկանում ու դառնում ես նրա հարսը, նրա եկեղեցին հարսը։ Այդ դեպքում Տեր Հիսուս Քրիստոսը համարվում է փեսան եւ նա գալու է իր հարսի հետևից։ Ինչու եւ ինչպես, որովհետեւ շուտով մեծ վշտի այն օրերն են սկսվելու, որտեղ եւ երբ աշխարհը կառավարելու է հակաքրիստոսը, ները մարմնավորված եւ ողջ աշխարհի բոլոր թագավորները իրենց իշխանությունը հանձնելու են նրան, մի հոգու։ Եվ պատկերացրեք, դա սատանան է, չարը մարդու մարմնում, պատկերացրեք չարը մարդու մարմնում, ում տրված է անսահման իշխանություն, Աստված նրան տալու է անսահման իշխանություն։ Եվ այդ ժամանակ աշխարհը այլևս իրական քրիստոնյաների համար չի լինելու, որովհետև աշխարհը ամբողջովին լինելու է սատանայի ձեռքերում։ Ինչ է անելու սատանան։ Իր դրոշմն է դնելու մարդկանց վրա։ Նա ում վրա կդրվի սատանայի դրոշմը, սատանայի կնիքը, նա այլևս չունի հոգու փրկություն, չունի մարմնի փրկություն, չունի փրկություն։ Մի համոզեք ձեզ, մի խաբեք ձեզ ասելով, որ նույնիսկ այդ դեպքում նշանը դրվելուց հետո ինչ որ փրկություն կա, չկա նման բան, չկա նման բան։ Կարդացեք Աստվածաշնչում կա այդ ամենը։ Այն ինչ որ ես խոսում եմ, կա Աստվածաշնչում, այն օծը, որ պետք է դուրս գա կարճ ժամանակով կառավարելու համար, դա հենց հակաքրիստոսն է, եւ նրան տրվելու է 3.5 տարի կառավարման։ Շատերը մտածում են, որ 7 տարի է լինելու, ոչ 3.5 տարի։ Աստված եթե 7 տարի տա նրան իշխանության, Աստված կրճատելու է այդ ժամանակը, եթե 7 տարի նա իշխի, 7 տարի նա իշխեր, նույնիսկ 3.5 տարում լինելու են փրկվողներ, բայց ինչպես, ինչ ջանքերով, ինչ ուժերով։ Հիմա, որպեսզի շատ չշեղվեմ թեմայից, ուրեմն Տեր Հիսուս Քրիստոսը տանելու է իր հարսին, իր իրական ճշմարիտ զավակներին։ Երբ մենք հափշտակվենք, հափշտակություն տեղի ունենալու հետևյալ կերպ Տեր Հիսուս Քրիստոսը իր հրեշտակների հետ գալու է երկինք, ամպերի մեջ, Աստվածաշնչում նույնպես գրված է ամպերի վրայով է նա գալու։ Չի իջնելու երկրի վրա, չի իջնելու երկիր Տեր Հիսուս Քրիստոսը այդ ժամանակ, նրա հրեշտակները մի անգամից, մի պահի մեջ,
մեզ վերցնելու են երկրի վրայից, հավաքելու են երկրի բոլոր կողմերից Հիսուսին պատկանող մարդկանց, քրիստոնյաներին հավաքելու են եւ բարձրացնելու են երկինք, որտեղ Հիսուս Քրիստոսը հանդիպելու է իր զավակներին եւ տանելու է իր թագավորություն։ Այնտեղ մենք լինելու ենք երկրի համար 3.5 տարի։ Այդ ամեն ինձ ասել է Սուրբ Հոգին։ Ես հետո եմ դրանք տեսել Աստվածաշնչում։ Սուրբ Հոգին ինձ ցույց է տվել այդ հատվածները, բայց մինչ այդ նա ինձ ասել է, որ Տեր Հիսուս Քրիստոսը գալու է մեր հետևից, տեղի է ունենալու հափշտակություն եւ հափշտակությունից երկրի համար, հափշտակությունից հետո անցնելու է 3.5 տարի եւ Հիսուս Քրիստոսը վերադառնալու է երկիր, այս անգամ որպես դատավոր եւ դրա մասին կա գրված։ Ինձ ասում են, որ ես խաբեբա եմ, որ ես ստում եմ եւ այդպես չի լինելու, մենք չենք վերադառնալու Հիսուս Քրիստոսի հետ երկիր։ Ես էլ չեմ իմացել նման բան։ Երբ ինձ Սուրբ Հոգին ասաց, որ մենք վերադառնալու ենք երկիր, ես շատ զարմացա եւ ասաց դատելու այդ բառերը, դատելու, ու երբ ես իհարկե ապշած, ես շոկի մեջ էի, երբ լսեցի այդ ամենը իմ ականջների մեջ, ասացի, բայց այդ ինչպես մենք պետք է հետ գանք երկիր, այն էլ դատելու մենք, ինչու պետք է մենք դատենք, ով ենք մենք, որ դատենք։ Տեր Հիսուս Քրիստոսը այնքան արդար է, որ իր իրականներին, ովքեր նույնպես տանջվել ու չարչարվել են երկրի վրա եւ դատվել են շատերի կողմից, իրավունք են ստանալու Տեր Հիսուս Քրիստոսի հետ վերադառնալու երկիր եւ դատելու։ Հիմա այդ ժամանակ, երբ հարսը հափշտակվում է, 3.5 տարի երկրի համար անցնում է, իսկ երկնքում 3.5 տարի չէ։ Այնտեղ հարսանիք է տեղի ունենալու, հարսանիք։ Հիսուս Քրիստոսը փեսան է եւ մենք հարսանիք, այսինքն խնջույք, տիեզերքի մեծագույն խնջույքը, աշխարհի մեծագույն խնջույքը, Աստծո թագավորության երկար սպասված մեծագույն խնջույքը, հարսանիքը։ Եվ հարսը, այսինքն եկեղեցին, հափշտակվածը դառնում է, համարվում է կինը։ Դրա համար մենք իջնելու ենք երկիր դատելու, եւ երբ ես հարցրեցի Սուրբ Հոգուն, այդ ինչպես ենք իջնելու երկիր, այդ որտեղ, ես ընդունում եմ, հավատում եմ, բայց ուր ենք ապրելու, որտեղ, ինչպես, եւ Սուրբ Հոգին ինձ ասաց, երկնային Երուսաղեմը կիջնի երկիր եւ դուք այնտեղ, Տեր Հիսուս Քրիստոսի հետ, Տեր Հիսուս Քրիստոսի հետ, եւ անցնելու են, տեղի են ունենալու դատեր երկրի վրա։ Հիմա որքանով հիշում եմ հայտնություն Հովանեսի 21-22, նայեք, խնդրում եմ, այնտեղ կա մեծ դատաստանը, հետո արդեն երկնային Երուսաղեմը, թե ինչպես է իջնում երկիր, բայց այնտեղ երբ հրեշտակը ասում է, արի ես քեզ տանեմ ցույց տամ գառնուկի կնոջը, գառնուկը Տեր Հիսուս Քրիստոսն է, իսկ կինը դա եկեղեցին է, հարսն է, որ արդեն կին է, եւ տեսնում է ինչպես էր երկնային Երուսաղեմը իջնում, գառնուկի կինը, այսինքն մենք երկնային Երուսաղեմով իջնելու ենք երկիր, ես սուտ չեմ խոսում, դա կա Աստվածաշնչում, ուղղակի մինչև այդքանը հասկանալը, դա ինձ տրվել էր Սուրբ Հոգու կողմից, եւ ես հարցրել էի, մենք որտեղ ենք ապրելու, ես ընդունում եմ, լավ, մենք իջնելու ենք երկիր, ճիշտ է, ինձ համար ապշելու էր, որ մենք պետք է իջնենք երկիր եւ այն էլ դատենք Աստծո հետ միասին, չարին, բայց որտեղ ենք ապրելու, ոնց, չէ որ երկիրը ուրիշ է, մեր մարմինները ուրիշ են, ամեն ինչ արդեն ուրիշ է, մենք ոնց պետք է երկրի վրա ապրենք։ Եվ նա ինձ ասաց, երկնային Երուսաղեմը կիջնի երկիր եւ դուք այնտեղ, իսկ մենք կինն ենք, խնդրում եմ, նայեք այդ հատվածը, արի քեզ ցույց տամ գառնուկի կնոջը, եւ ես տեսա, թե ինչպես էր երկնային Երուսաղեմը իջնում երկիր։ Դա է հենց այդ դատաստաների ժամանակ, որ երկնային Երուսաղեմը իջնելու է երկիր, իսկ մենք այնտեղ։ Եվ ստացվում է, տեղի ունենալու հափշտակություն, Տերը կգա երկնքով մեզ կտանի։ Հակա Քրիստոսը կիշխի երկրի վրա արդեն որպես միակ, մի հատ թագավոր ամբողջ աշխարհի համար։ Եվ նրանց էլ պետք չեն լինելու առանձին պետություններ, նրա իշխանությանը պետք չի առանձին պետություններ, առանձին ազգեր, առանձին օրենքներ, օրենքները ամեն ինչ լինելու է մի ողջ աշխարհի համար, բոլորը ենթարկվելու են նրա բոլոր օրենքներին,
Հիմա որ ստեղծվում են այդ բարձր տեխնոլոգիաներով ռոբոտները, թռչող սարքերը, ընդհանրապես ինչ որ ստեղծվում է, դրանով նրանք կառավարելու են մարդկանց, որպեսզի ոչ ոք չկարողանա փախնել եւ թաքնվել, բայց ուզում եմ ասել, որ նույնիսկ այդ ժամանակ Աստված չի լքելու իրեններին։ Սուրբ Հոգին էլ չի լինի երկրի վրա, բայց ուզում եմ ասել, որ նույնպես Աստված է ինձ ասել, երբ եկեղեցին վերցվի, Սուրբ Հոգին մեր հետ միանգամից չի վերցվելու երկրից, նա մի փոքր ժամանակ մնալու է երկիր, ու ես վստահ եմ, որ նա մնալու է հենց այդ մարդկանց համար, ովքեր որ հափշտակությունից հետո հասկանալու են, որ իրենք սխալվել են, որ իրենք չհավատացին մեր նմաներին, ովքեր ասում են, որ հափշտակություն է լինելու, հասկանալու են, որ իրոք հափշտակություն տեղի ունեցավ, որովհետև երբ հափշտակություն տեղի ունենա, ների իշխանությունը, կառավարությունը, համաշխարհային այդ կառավարությունը մարդկանց խաբելու է, ասելու է ձեզ մարդկանց երեխաներին գողացան այլ մոլորակայինները եւ ավելի մեծ վախի մեջ է պահելու մարդկանց, իշխելու է ավելի ուժեղ դրանով, բայց նրանք ովքեր որ կհիշեն մեր նմաների խոսքերը, նրանք ովքեր քրիստոնյա էին, բայց ամբողջովին չդարձան քրիստոնյա, այն նրանք կհասկանան, որ հափշտակություն է տեղի ունեցել եւ նրանց մեջ կլինեն մարդիկ, ովքեր հենց այդ ժամանակ դառնան իսկական քրիստոնյա, կընդունեն Հիսուսին եւ հենց նրանց համար է Սուրբ Հոգին մնալու երկրի վրա մի փոքր ժամանակով, որպեսզի նրանց օգնի առաջնորդի եւ նրանք իմանան ինչ անեն, ոնց անեն, որ փրկվեն։ Շատ քրիստոնյաներ ուղակի տալու են իրենց կյանքը, հրաժարվելու են կյանքից ֆիզիկական եւ սպանվելու են, ուղակի սպանվելու են, չեն ընդունելու նշանը ների հակաքրիստոսի եւ նրանց սպանելու են։ Եվ այդպես նրանք կդառնան Քրիստոսինը։ Նրանք չեն ընդունի չարի կնիքը դրոշմը սատանայի, կասեն ավելի լավ է մեզ սպանեք եւ այդ սատանայի, այդ ների իշխանությունները, նրանց ոստիկանները, նրանց զորքերը կսպանեն այդ քրիստոնյաներին, ովքեր կհրաժարվեն նշանից։ Եվ այդ քրիստոնյաների հոգին կհայտնվի Տիրոջ մոտ, միևնույն է, նրանք կփրկվեն, բայց կլինեն մարդիկ, ովքեր այդ 3.5 տարում, այն 1260 օրը, որ կա Աստվածաշնչում գրած, դա հենց նրանց մասին է, որ պետք է փախնենք անապատները, կարծեմ, անապատները, լեռները, անտառները եւ այլն, որպեսզի փրկվեն։ Այո, լինելու են փրկվողներ եւ մարմնով ու հոգով եւ միայն հոգով, իհարկե, հետո վստահ եմ, գիտեմ, որ կստանան իրենց մարմինները Աստծուց։ Ուրեմն բոլորը պաշտելու են, ուզած թե չուզած, պաշտելու են, պաշտամունք է լինելու համատարած պաշտամունք հակաքրիստոսի։ Նա նստելու է Երուսաղեմի 3-րդ տաճարում, կառավարելու է աշխարհը եւ նրան պաշտելու են բոլորը, ուզեն թե չուզեն, խոնարհվելու են, ընդունելու են։ Նա այդ պաշտամունքը լինելու է աստվածային, նրան պետք է ընդունեն որպես Աստված, որովհետև հակաքրիստոսը ստիպելու է հատուկ օրերի եւ հատուկ ժամերի բոլորին խոնարհվել, գլուխները դնել գետնին եւ նրա մասին պաշտամունքային երկրպագության խոսքեր արտասանել։ Մարդկանց ասվելու է, որ եթե դուք չընդունեք նշանը, դուք չեք կարող ոչ մի բան անել, ոչ միտեղ չեք կարող տեղափոխվել, տեղաշարժվել, երթևեկել, գնել, առնել, ծախել, ուտել, սնվել, հագնել, աշխատանք ունենալ, ոչինչ չես կարող, եթե չես ընդունում նշանը։ Շատ դեպքերում ուղղակի չընդունելը չես ընդունում, շատ դեպքերում ուղղակի սպանելու են քրիստոնյաներին, այն բոլորին, ովքեր որ չեն ընդունի նշանը։ Շատ կտանքներ ու տանջանքներ են լինելու, իհարկե, շատ դաժան, երբ ես պատկերացնում եմ, վախենում եմ, ուղղակի սարսափում եմ եւ ձգտում եմ ավելի շատ պատմել մարդկանց, թե ինչ է սպասում, որպեսզի այն հույսով, որ կհավատան եւ կփրկվեն։ Քիչ մնաց այդ ժամանակին մարդիկ, տեսեք աշխարհում ինչ է կատարվում, բոլոր նշանները, գրեթե բոլոր նշանները, նշանների մեծ մասը ավելի ճիշտ, որ նշված է Աստվածաշնչում, վերջին օրերի տեղի են ունենում երկնքում եւ երկրի վրա։ Ուզում եմ հիշեցնել նաեւ, որ երևի հունվար ամիսն էր, երբ Տեր Հիսուս Քրիստոսը երազում, ես նրան տեսա 3 անգամ, նա իմ հետ խոսում էր, այնպիսի զգացողություն էր, որ իրականում է, նա ինձ հետ խոսում։
շատ իրական էր զգացողությունը, դա տեսիլք էր քնած ժամանակ ավելի ճիշտ, քան երազ։ 3 անգամ նա ինձ ասաց՝ հիշիր ամենամեծ իրադարձությունները, որոնք սպասվում են աշխարհին հիմա։ 3 մութ օրեր, 3-րդ համաշխարհային պատերազմ եւ հափշտակություն, դրանք իրար հաջորդող ամենամեծ իրադարձություններն են։ Այսքանը